Ասма եւ դուք զորություն կառնեք, երբ որ Սուրբ Հոգին կգա ձեր վրա եւ ին վկաները կլինեք։ Զորություն նշանակում է ունենալ գերազանց, գերբնական երկնքի ուժ Տիրոջից։ Вот։ Մի բոժի գեներալ այսպես մի լավ բան է ասել։ Հարցրել են ինչ բան է իշխանությունը, ինքն ասել է իշխանությունը լիազորված ուժ է։ То есть հաստատված, լիազորված, այդ ուժը քո մեջն է։ Այդ ուժը քո մեջն է, երկնքից իջավ քո մեջ։ Ես ուզում եմ որ դու հաստատես քեզ, ոչ թե սամավնուշենյա հաստատես, ոնց որ Աստվածաշունչն ասում, որ այս ուժը իմ մեջ է, որ ես կարող եմ հաղթել։ Ապոստոլ Պողոս Արաքիկյանն ասում է շատ լավ է, չէ՞, ասում է ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, ոնց իշխանությունով, ոնց լիազորված ուժով, ոնց գերազանց գերբնական ուժով, ամեն բան կարող եմ ինձ զորացնել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունով։ Ու այդ այսօր ձեզ ա տվել։ Ձեզ բոլորիս Աստված տվել ա մի հատ նենց ուժ, որ եւ դժոխքն ա վախենում այդ ուժից, սիրելի քրիստոնյա քույր ու եղբայրներ։ Եվ ամբողջ ֆիզիկական աշխարհը ուղակի մենք պետք է օգտագործենք մեր զորությունը, մեր ուժը, մեր իշխանությունը հոգևոր աշխարհում։ Ամեն